Քսեք մեկ լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Եվ հրապարակ է մտնում անօթաչու թռչող սարքերի զորքերի հսկան, աղեղ ինքնաթիռային տիպի անօթաչու թռչող սարքը։ Երկարատև թռիչքային պաշարով բազմաֆունկցիոնալ այս անօթաչուն նախատեսված է հետախուզություն իրականացնելու, նշանակետերը հայտնաբերելու եւ ոչնչացնելու համար։ Աղեղի թևերի բացվածքը 18 մետր է, երկարությունը 8.5 մետր։ Կարող է թռչել 200 կմ/ժ արագությամբ, 28 ժամ տևողությամբ։ Ծովի մակարդակից կարող է բարձրանալ մինչև 8600 մետր։ Թռիչքի շարավիղը 2000 կիլոմետր է։ Պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից պաշտպանված այս անօթաչուն ոչ միայն աներևույթ հետախույզ է, այլև ցանկացած պահի կայծակնային հարված հասցնելու զենք։ Անօթաչու թռչող համակարգը համալրված է հնարավոր բոլոր տեսակի, ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային օգտակար բեռներով։ Ժամանակակից ռազմական գործողություններն անհնար է պատկերացնել առանց անօթաչու թռչող համակարգերի մասնակցության, որոնք արդեն իսկ հետախուզական, բազմաֆունկցիոնալ, հարվածային կարևորագույն միջոցներ են, ու այս անօթաչուների արդյունավետ կիրառումը շատ դեպքերում որոշում է ռազմական ընդհարումների ելքը։ Անօթաչուները հմտորեն շահագործելու նպատակով բարբերաբար աշխատանքներ են ընթանում ստորաբաժանումներում համապատասխան կազմաստիկային փոփոխություններ կատարելու եւ համապատասխան գիտելիքներով լի անձնակազմ պատրաստելու համար։ Նիկոլը բանակը քանդեց, ամբողջությամբ քանդեց։ Ինչ վերաբերվում է Պեռե վառոտին, Հայաստանը իր պահ եւ ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ, իսկ եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իր իրականության զգացումը կորցրել, որ մտածում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության ընտրություններում կարող է հաղթել, ես այդ դրա վերաբերյալ ճիշտ ասած անիմաստ եմ հայտարարում, անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն ասել, մնում է միայն կարեկցել։ Հիմա էլ Ծառուկյանի տասովշիկներն են բռնվել ընտրակաշառք բաժանելու վրա, մի հատ լսենք։ Ով 4 հոգում ինչքան տան, 20 մանեկ տան, 20,000 դրամ տան, թողետորը խմեն։ Հրացը դա մենք ընդիմատ չենք գնանչում, գնան բռնվել։ Աքսանը շատ է, ինչ քիչ է։ 20,000 դրամ քարաբերք հիմա են տալի։ Թեբա 20,000 դրամ տանք, թող այսօր խմեն, թեբա հա դրանք ալկաշեն։ Ով եք դուք այդ փնթիներ։ Չնայած լավ է, կալուգացիներից դրականորեն տարբերվում եք, նրանք ուղիղ բռնում քրվում են, նրանց ում ընտրակաշառք եք տալիս։ Բայց այդ հեչ։ Այդ որ ասում են դոդին կընտրեն, այդ դոդնով է կարող է իմանալ։ Այդ ինչ կոնտինգենտ է ձեզ համակրում։ Տարիքով տղամարդը ձեզ մոտենում, ասում եք մի հատ պրոշտի անենք, լավա չարեցի գիտեք, շատ լավ էր։ Այն զոհվածի մայրը մոտենում ձեզ ասում է, երեխաներս 2 տղա ունի, ձեր օրոք են զոհվել, բայց ես ձեզ շնորհակալ եմ։ Կամ այն վերջին նախարարությունը։ Կամ այն բլոգերներ, ովքեր են ձեզ աջակցում, ասենք, չգիտեմ, թու լավ է, Գյորգ X Արդիշոպի հովո, ինչ որ արվամոլ բաներ, բլոգեր մատուցողներ, ու ես մտածում եմ, լավ, եթե ես գնամ ձեզ բոլոր լավ արածների համատեքում, ձեզ ձայն տամ, ես էլ եմ այդ նույն որակի մարդկանց հետ նույն շարքին դասվելու, ես էլ ձեզ ձայն տվող համարվեմ, իրենք էլ մի քիչ վատ եմ զգում էլի դրանից, ասենք, հիմա այսքանից հետո դուք ձեզ ձայն կտայիք կամ ես կստամ։ Ես կարծում եմ, որ դուք բավարար հիմք ստեղծեցիք, որ ագի մարդ ձեզ դատի տա եւ պատվի եւ արժանապատվության հայցով եւ ես խորհուրդ եմ տալիս, որ ձեզ ուղակի դատի տան, որպեսզի դուք դեր լեզվի չափը իմանաք, որովհետեւ այդ մարդիկ, որոնց մասին խոսում եք, իրանք ձեզ դատի կտան եւ ես արժանապատիվ չեմ համարում ձեր հարցին պատասխանելը։ Հաջող
Բա կոմենտ կգրեք, բա ինչ կանեք։ Իմացաք Ռուսաստանում օրենք ընդունվեց, որ եթե դու գնացել ես երկրից, ու այտենց երկրում տակ նստած որոշեցիր կոմենտներ գրես, վատ բաներ գնես, քֆրտես գործող իշխանությանը, то սաղ վերցնում են քո ձեռից։ Տուն, տեղ, ինչ ունես, չունես, վերցնում են քո ձեռից։ Դե նստի գրի։ Լոռու մարզից հերթական ընտրակաշառքի դեպքը բացահայտեց հակակոռուպցիոն կոմիտեն, այս անգամ Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին բաժանվող ընտրակաշառքի եւ անկեղծ ասած այս ձայնագրություններն արդեն նողկանք են առաջացնում ուղղակի մանավանդ երբ լսում ես ասում է 50,000 դրամը քեզ պայի 425-ը բաժանի 20,000 դրամ ասում այդ 5 հոգուն դուր թող խմեն ալկաշներ են մեկը ասում ինչ տարբերություն եւ ես վստահ եմ որ հունիսի 7-ին քաղաքացին մտնելու ընտրական տեղամաս ու սրանց ընտրակաշառք բաժանող ձեռքերը կոտրի բառից քաղաքական իմաստով այս լեկտիների, այս լպիրշների, այս ընտրակաշառք բաժանողների, այս մարդկանց առնել փորձողների, այս թալանչիների վերջը պետքա տրվի ու սրանք պետքա նստեն բոլորը, սրանց շեֆերը, սրանց այդ անտառաճանաչ եռյակը պետքա գնան նստեն։ Իջ առաջ այստեղ Հանրապետության հրապարակում դուք տեսակ են հաշվետվություն զորահանդեսը, որ Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ Հայաստանի Հանրապետության բանակը ներկայացրին ձեզ 2022 թվականից հետո հնարավոր էր եղել ունենալ ու ձեռք բերել այն ինչը դուք քիչ առաջ տեսաք։ Սա Հայաստանի Հանրապետության նոր բանակն է, սա ձեր բանակն է ու սա լիովին նոր ու ժամանակակից բանակ, սա մեր բանակն է։ Ամայրիկ ջան, հա։ Այդիկը լերնի քեզ քոչավը տան, ճոյ։ Լուս դառնալու ծնողներ, շատ գործունական, ասպատորի քեզ։ Երկար տարի եկյալպես, քոնտանի դու շատ զանգի ձերն։ Ես ում դիմեմ Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներին եւ ասեմ, որ եթե ձեր բիզնեսը փորձում են ճնշել, փակել կամ ձեզ ոստիկանությունը կամ այլ իրավապահները փորձում են ստիպել, որ որևիցե կերպ վարվեք Հայաստանի ընտրությունների կոնտեքստում կամ կապնվեք Հայաստանում գտնվող ձեր բարեկամների հետ եւ Հայաստանում գտնվող ձեր բարեկամներին ինչ որ բան ստիպեք, համոզեք, ցանկացած ճնշում ընտրությունների կոնտեքստում Ռուսաստանի պետական մարմինների կողմից, ապա խնդրում եմ կապնվել մեր հետ, նորից ձեր գաղտնիությունը երաշխավորում ենք, ձեր տված տեղեկությունների համար հոնորարը խոստանում ենք։ 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման կեղծ թեզով հանրությանը ստող, մոլորեցնող եւ ահաբեկող կալուգացի շպիոնին առաջարկում եմ Հայաստանը փրկել նաեւ Հայաստան տեղափոխվող 300,000 դինոզավրերից ու 300,000 կոկորդիլոսներից, որովհետեւ ինչպես առաջին դեպքում գոյություն չունեն Հայաստան տեղափոխվող 300,000 ադրբեջանցիներ, այնպես էլ չեն կարող գոյություն ունենալ 300,000 կոկորդիլոսներ ու դինոզավրեր, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան։ Իսկ բոլոր նշված դեպքերում կալուգացի շպիոնը ընդամենը շարքային ստախոս է, ով պայքարում է Հայաստանի Հանրապետության պետականության դեմ։